Ողջույն, ես Նունեն եմ, դուք միացել եք Օֆայի խոհանոցին ու այսօր միասին պատրաստում ենք ժնգյալով հաց։ Շատ համեղ, հյութեղ, մակերեսը մի փոքր խրթխրթան, իսկ միջից շատ փափուկ։ Գնացինք առաջ։ Այսպես վերցնում եմ հարմար տարա եւ ինչպես տեսնում եք երկու բաժակ ջուր եմ այստեղ լցնում եւ ասեմ որ մեկը եռացրած եռման տաք ջուր էր, իսկ մյուսը սովորական ծորակի սառը ջուր։ Այսինքն մեզ հարկավոր է գոլ ջուր, ես այդպես արեցի, որպեսզի չսպասեմ, որ եռացրած ջուրը սառչի։ Այստեղ ավելացրեցի աղ, ինչպես տեսակ եւ բուսա յուղ, ամենավերջում բոլոր պարագաները մանրամասն կգրեմ։ Չնայած որ սա երևի աշխարհի ամենահեշտ խմորներից մեկն է, որ անգամ դուք աչքաչափով էլ կարող եք այն պատրաստել։ Խնդրեմ, այստեղ արդեն սկսում եմ ալյուրն ավելացնել եւ ինչպես միշտ, քանի որ ես չեմ սիրում շատ ջրիկ խմորի մեջ ձեռքս մտցնել, դեռևս սիլիկոնեթիակի օգնությամբ խառնում եմ, այն ինձ շատ է օգնում։ Եվ երբ որ տեսնում եմ, որ արդեն խմորը քիչ-քիչ հավաքվում է եւ կարելի է ձեռքով ունցել, նոր դիմում եմ ձեռքերիս օգնությանը։ Շատ ենք հունցում թե քիչ պետք է ստանանք ձեռքերին այլևս չկպչող խմոր, բայց դե սա էլ դեռ մի փոքր պիտի մնա հանգստանա, մի փոքր անց կրկին եմ հունցելու, այդ ժամանակ արդեն ավելի կարծես թե խմորը հավաքվում է իրար վրա եւ միասեռ է ավելի շատ դառնում։ Եվ որքան շատ այս խմորը մնա հանգստանալու, այնքան ձեր օգուտն է, այսինքն նկատի ունեմ ոչ թե 15 րոպե կամ կես ժամ, այլ գոնե 1 ժամ եւ ավելի։ Այս ընթացքում վերցնում եմ այն կանաչեղենը, ինչ որ կա ձեռքի տակ։ Իսկական ժնգյալով հաց պատրաստելու համար, եթե չեմ սխալվում, 10-ից 13-14 տեսակի կանաչեղեն է լինում իր մեջ եւ առավել եւս մի քանի տարօրինակ անունով կանաչի կա, որը չեմ կարծում, որ Գյումրիում կարող էի գտնել կամ էլ այդ բանին ավելի շտապ էր ինձ հարկավոր։ Պատրաստեցի այն կանաչեղենով, ինչ որ ունեի։ Ասեմ, որ վերցրել էի խառը կանաչեղեն, մաղատանոց, համեմ եւ նաեւ մի քանի տեսակ էլ բանջարի տեսակներ, օրինակ սպանախ էի վերցրել, բազուկի ճիվեր եւ այդպես ինչ էլ որ ունենաք ձեռքի տակ, բայց որքան շատ լինի ձեր կանաչեղենը, այնքան համեղ է ստացվում։ Ահա, եւ այստեղ շերտ առ շերտ լցնում եմ կանաչեղենը, հետո վրան լցնում եմ աղ, համեմում եմ սև բիբարով, կարմիր բիբարով եւ բուսայուղ եմ լցնում, որպեսզի այս ամենը շատ ավելի փափուկ եւ հաճելի ստացվի, հատկապես թխված վիճակում եւ խմորի մեջ։ Ինչու եմ ասում շերտ առ շերտ ենք լցնում, որպեսզի աղը ավելի համաչափ տարածվի եւ համը ընդհանուր միաձուլվի եւ այնպես չստացվի, որ ինչ որտեղ մի փոքր աղը լինի, ինչ որտեղ էլ ընդհանրապես աղ չլինի։ Ու այս ամենը ինչպես տեսնում եք, մի լավ խառնում եմ իրար։ Մի վախեցեք կանաչին մի փոքր ավելի շատ պատրաստել, որովհետեւ եթե անգամ կանաչին ավելանա, այն որպես աղցան կարող եք մատուցել, մի քանի բան էլ կարող եք ավելացնել, օրինակ կտրատված պանիր, զեյթուն, սիսեր եւ հրաշալի աղցան է դառնում այն։ Իսկ հիմա ես արդեն խմորը տեղափոխում եմ այստեղ
ինչպես որ դուք տեսաք, մի փոքր ալյուրոտել եմ այն մակերեսը, որի վրա որ ես աշխատում եմ, եւ արդեն բաժանելու եմ գնդիկների։ Սկզբում 2 արեցի, որովհետեւ փաստորեն բավականին մեծ խմոր էի պատրաստել, եւ այս մի կեսը էլի գնդիկ եմ անում ու առանցին թողնում եմ տոպրակով փակված վիճակում, որպեսզի մակերեսը օդի ջերմաստիճանից չթխվի։ Մյուս մասը բաժանում եմ գնդիկների եւ ավելի ճիշտ կտորների եմ բաժանում եւ վերածում եմ գնդիկների։ Հիմա ասեմ, այստեղ չեմ ասում ձեզ կոնկրետ չափ, թե ինչքան կտրեք գնդիկները, ինչ չափի անեք, այլ կախված ձեր թավայից, ինչի մեջ որ թխելու եք, այնի դեպ թխելու ենք մենք կրակի վրա, կախված ձեր թավայից արդեն գնդիկներն այնպիսի չափսեք պատրաստում, որ հետո գրտնակելուց, լցոնելուց եւ պատրաստի վիճակում արդեն որ փորձեք տեղափոխել թավայի մեջ, այնպես չստացվի, որ խոշոր լինեն եւ եզրերը ծալվեն։ Յուրահատուկ խմորը շատ փափուկ է, հատկապես որ երկար է հանգստանում։ Ու հիմա արդեն մեկ առ մեկ գնդիկները դնում եմ, կրտնակի օգնությամբ բացում եմ, իհարկե ձեռքով մի փոքր տարածելուց հետո, եւ ստանում եմ մոտավորապես օվալաձև խմորիկներ, որոնց մեջ էլ կտեղափոխենք մեր միջուկը, կանաչիների տեսականուց պատրաստված միջուկը։ Խորհուրդ եմ տալիս, մինչ ձեր թավայի տակը միացնելը, որպեսզի այն տաքանա, նախապես մի քանի հատ արդեն իսկ ունենաք ձեռքի տակ պատրաստի դեռևս չթխված ժենգյալով հացիկներ, որպեսզի արագ-արագ իրար հետևից թխեք, որովհետև հատկապես եթե օգտագործում եք չուգունից թավա, դրանք շատ արագ են տաքանում եւ շատ արագ են թխում խմորը։ Այդ իսկ պատճառով ձեռքի տակ միանգամից մի քանի հատ ունենում եմ պատրաստի չթխված խմորներ։ Ինձ թվում է շատ պարզ է ամբողջ process-ը, խմորը կրտնակեցինք, լցոնեցինք, կարող եք բավականին շատ կանաչի դնել, միևնույն է այն թխվում է եւ բավականին նստում ու հավաքվում է, ինչպես մենք գիտենք, հատկապես երբ որ փորձում ենք օրինակ սպանախոտ ձվածեղ անել, դեռ գոլոր շունչը կպած այն արդեն բավականին քչանում է, ճիշտ է։ Հիմա, երբ որ եզրերն արդեն իրար եմ կարել, դնում եմ փորիկի վրա եւ կրտնակի օգնությամբ մի փոքր հարթեցնում եմ։
Այսպես ձեռքից տակ մի քանի հատ արդեն պատրաստի խմոր կա, ուրեմն արդեն թավան կարող ենք միացնել, տաքացնել եւ տեղափոխել այնտեղ թխելու։ Եվ ես այսպիսի հատուկ դեպքերի համար ունեմ հին չուգունից թավա, որի մեջ չենք ափսոսում, այսպես առանց ձեթի, առանց յուղի ինչ որ մի բան թխելուց ու տապակելուց։ Եթե կհիշեք, թավայում պատրաստվող լամաջոն նույնպես այս թավայի մեջ էի պատրաստել, այնպես որ փորձեք ու կհամոզվեք, որ շատ համեղ է ստացվում։ Այն շատ համեղ է մածունով, քամած մածունով, թթվասերով փորձելը։ Կարագ կարող եք դնել հենց տաք վիճակում նրա մեջ եւ յուրահատուկ համ է հաղորդում։ Մի մոռացեք միանալ Օֆայի խոհանոցին։